Սիրելի ռադիո լսողներ, պրոֆեսոր Արմեն Դարփինյանի ժամն է գործարար ալիքի եթերում, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է, լսեք մեզ FM 106 եւ 5 հաճախականությամբ, դիտեք մեզ գործարար ալիքի լրատվական ռադիոյի, ինչպես նաեւ Արմեն Դարփինյանի սոցիալական հարթակներում։ Ընտրությունները մոտենում են, ինչ որ երկրում նաեւ ավարտվում են, Մոլդովայում ավարտվեցին, եթե ժամանակ ունենանք, դա էլ քննարկենք։ Մի հատ մեր հարցերը լուծենք, հետո գնանք հարևաններին, հա։ Ընտրությունները մոտենում են, կարծես թե ինչ-որ ալյանսներ են ձևավորվում, ինչ-որ մարդիկ եւ քաղաքական ուժեր հայտ են ներկայացնում։ Անցած ընտրությունները 21 թվականին ակնհայտ Նիկոլի դեմ էին, այսինքն պրո-նիկոլական եւ հականիկոլական ընտրություններ էին իմ տպավորությամբ, հա։ Այս ընտրությունները ինձ թվում է իշխանությունը ուզում է տանի պատերազմի կուսակցության եւ խաղաղության կուսակցության տրամաբանությամբ, այսինքն իշխանությունը ուզում է լինի խաղաղության կուսակցությունը եւ բոլոր մնացածին անվանի պատերազմի կուսակցություն։ Ձեզ ոնց է երևում գործընթացը ընդհանուր առմամբ։ Ողջունում եմ բոլոր մեր լսողներին եւ դիտողներին, ողջունում եմ Դավիթ ջան։ Գիտես, ալյանսներ ստեղծելը ընտրություններից առաջ նախընտրական դա մի բան է, իհարկե, երևի կարելի է դա անել, կարելի է դիրքավորվել, բայց շատ ավելի կարևոր է, թե ինչ օրակարգով ես դու մտնում այդ պրոցեսի մեջ, եւ ես այստեղ պիտի ասեմ, որ երկրում քաղաքական օրակարգը այսօր ձևավորում է ընդամենը մեկ մարդ, դա վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Այլ օրակարգ, այլ գաղափարախոսություն, այլ կոնցեպտ ես չեմ տեսնում, ամենայն դեպս մշակված, լրջորեն հավասարակշռված եւ այնպիսի մի օրակարգ, որով կարելի լիներ վիճել բանավեճի մեջ մտնել եւ կամ քաղաքական հակառակորդ հանդիսանալ։ Տեսնում եմ, որ իհարկե պետք է արժանին մատուցել Փաշինյանին այստեղ, որովհետեւ այդ օրակարգը ձևավորելու մեջ նա իհարկե շատ հմուտ է, շատ ասպես սոլո իրականացնում է իմպրովիզներով, շատ հետաքրքիր իմպրովիզացիաներ է անում եւ իրավիճակը հետեւելն է, վարչապետը ներկայացնում է կոնցեպտ կամ գաղափար, որի շուրջ նաեւ իմպրովիզ է իրականացնում, վարչապետի քաղաքական աջակիցները, կուսակիցները եւ այդ քաղաքական սպեկտրը փորձում է այնուհետեւ ըստ որում ոչ այնքան հաջող փորձեր է իրականացնում պաշտպանել նույն թեզերը, պետք է ասեմ, որ այդ թեզերը Փաշինյանի կատարմամբ շատ ավելի համոզիչ են, քան ցանկացած նրա ուրեմն երկրպագուի կողմից ներկայացվող եւ մենք ունենք այսօր խորհրդարանում ներկայացված, այսպես ասած, պաշտոնական անդիմությունը երկու նախկին նախագահների դեմքով եւ նրանց թիմակիցներով, որոնք ընդամենը նվագակցում են այդ սոլոյին։ Այսինքն այսօր սոլոն իրականացնում է Փաշինյանը եւ կան նվագակցողներ, լեննականում ասում ենք դամ բռնողներ։ Այո, բան կար, չէ, դուդուկահարների 3 հոգանոց խմբեր կային, որոնք որ հիմնականում հուղարկավորությունների եւ կամ հոգեհանգստի արարողություններին էին մասնակցում, անպայման մեկը սոլո էր, 2 հոգի դամ բռնող էին։ Հիմա ես ցավով պիտի արձանագրեմ, որ մեր նախկին նախագահները քաղաքական օրակարգ չեն առաջարկում, նրանք ընդհանրապես դամ են բռնում եւ դրանով շատ ավելի կոմֆորտային իրավիճակ են ստեղծում գործող վարչապետի համար, որտեղ ցանկացած սոլո իրականացնողի համար այդ ակամպանեմենտը պետք է, հասկանում ես, անհրաժեշտ է եւ շատ ավելի կոմֆորտային վիճակ է ստեղծում։ Ես պիտի ասեմ, որ նաեւ այն թեզերը, որոնք առաջ են քաշվում Փաշինյանի կողմից, չեն արժանանում լուրջ վերլուծության, չեն արժանանում լուրջ արձագանքի, անգամ համաձայնության դեպքում չեն ամրագրվում այդ թեզերը եւ մենք ունենք մի իրավիճակ, երբ այո, դա one man show, այսպես ասած, հա, մեկ հոգու ներկայացում ենք մենք տեսնում, ըստ որում շատ տաղանդավոր հոգու, որը կարողանում է ցանկացած իրավիճակում, ցանկացած թեզի շուրջ կառուցել համապատասխան կոնցեպտ։ Վերջերս Փաշինյանը տարակուսանքով արձանագրեց, որ
հեռավոր գյուղերից մեկում մտավ մի դասարան, որտեղ նստած էին երեխաները, աշակերտները, նրանք նկարում էին ինչ-որ բաներ, և ամեն մեկը նկարում էր կամ Մասիս Սարը, կամ ինչ-որ մի հուշարձան, որը կապ չուներ իրենց ապրելատեղի հետ, կապ չուներ այդ գյուղի հետ, այդ տեղանքի հետ, կապ չուներ այդ գեղեցկության հետ, բնության հետ, որը որ իրենց շրջապատում է։ Իսկապես սա լուրջ մտորումների տեղիք է տալիս։ Ինչու, որովհետև Միշել Լեգրանը մի երգ ունի, որը կոչվում է «Սա մեզոն», որի բառերը հետևյալն են, ասում է ցանկացած յուրաքանչյուր երեխայի, եթե 10 մատիտ եւ թուղթ, այդ երեխան անպայման կնկարի տուն, իր տունը, ինչպես է ինքը պատկերացնում իր տունը։ Հիմա եթե մեր երեխաները իրենց տունը պատկերացնում են Արարատի տեսքով, ուրեմն դա է մեր հոգեբանությունը այսօր։ Այո, դա է։ Հիմա լավ է դա, թե վատ է դա, խանգարում է դա քաղաքական առաջնորդին այսօրվա, թե ոչ, բայց դա փաստ է, որը մենք պիտի արձանագրենք, բայց նաև փաստ է, որը արդյունք է մեր ձախողված քաղաքականության։ Ինչու, որովհետև այդ երեխաները ապագա չեն տեսնում այդ տեղանքում, այդ գյուղերում, այդ բնության մեջ, նրանք չեն տեսնում իրենց ապագան, նրանց իրենց ապագան եւ իրենց տունը տեսնում են այլուր։ Սա իսկապես շատ վտանգավոր եւ ողբերգական թեզ է, որը մենք իհարկե պետք է հաղթահարենք։ Այդ իմաստով համաչափ զարգացումը մեր երկրի հատկապես շրջանների, հասկանում ես, մենք ձախողել ենք դա 35 տարվա ընթացքում մենք ընդամենը ստեղծել ենք մի սարսափելի մոնստր Երևան, բոլորը ձգտում են դեպի Երևան, ինչու, որովհետև մենք գյուղերում համապատասխան հնարավորություններ չենք ստեղծել այդ մարդկանց համար, պետությունը չի մտածել դրա մասին։ Տարածքների համաչափ զարգացումը, որը սահմանադրական նորմ պիտի լինի ընդհանրապես, այսինքն յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, յուրաքանչյուր ՀՀ կետում պիտի ունենա նույն հնարավորությունները, որը ունի Երևանի կենտրոնում բնակվող ՀՀ քաղաքացին, բայց նման իրավիճակ չէ, մենք տեսնում ենք, մենք գիտենք, որ այդպես չէ, եւ այն, որ երեխաները նկարում են ցանկացած բան, բայց ոչ իրենց տեղանքը, նշանակում է, որ այդ խնդիրը լուծված չէ մեզ մոտ, եւ գյուղերը շարունակվելու են դատարկվել, շարունակական դատարկվելու են, իսկ դա շատ մեծ վտանգ է մեր եւ տարածքային ամբողջականությանը, եւ սուվերենությանը, ամեն ինչին։ Սա մեկ, երկրորդը պիտի ասեմ, որ մեկ անգամ խոսել եմ դրա մասին, այնուամենայնիվ շվեյցարական օրինակը փայլուն օրինակ է։ Նրանք անձնագրերում նշում են ոչ միայն ծննդավայրը, որտեղ է մարդը ծնվել, այլ նաև որտեղից են գալիս նրա հիմքերը։ Հա, այն որ, ասենք, մեկը ասում է, որ ես իմ հիմքերը Վանից են գալիս, վանեցիների հիմք ունեմ, հա, դա նրան միայն լավ է բնութագրում, որտեղ մարդը հիշում է իր հիմքերը։ Այո, նա պիտի կարևորի իր ծննդավայրը, այսպես ասած իրական Հայաստանը, բայց չպիտի մոռանա իր հիմքերը, հա, որտեղից է գալիս։ Հիմա ես կարծում եմ, որ այս տեսությունը, հա, իրական Հայաստանի ունի մեկ շատ մեծ խնդրեմ, դա տանում է մոռացության։ Ուրեմն եթե մենք առաջ ենք քաշում իրական Հայաստանի, եթե վարչապետը առաջ է քաշում իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անպայման պիտի կոմպենսացնի պատմական Հայաստանի արժեքներով, ինչպես, թեկուզ եւ այդպես շվեյցարական օրինակով։ Այսինքն եկեք մենք մեր անձնագրերում արձանագրենք մեր հիմքերը որտեղից են գալիս, յուրաքանչյուրիս հիմքերը, քոնը ջավախից են գալիս։ Երզրումից մինչև դա, այո, Երզրումից, ջավախից, իմը Մուշից, Վանից, խնդրեմ, մեծ հաճույքով ես դա իմ անձնագրում կուզենամ տեսնել։ Իհարկե, սա մեկ, երկրորդը Փաշինյանը արտահայտում է հետևյալ թեզը, որ մենք պիտի դադարեցնենք մեր երազանքի երկիրը, երազանքի հայրենիքի փնտրտուքը։ Գիտես ոնց, եթե միգուցե հայրենիքի փնտրտուքը պետք է դադարեցնենք իսկապես, բայց երազել չի կարելի դադարեցնել, որովհետև այն հասարակությունը, որը դադարում է երազել, դա ուղղակի դատապարտված է իմ կարծիքով վախճանի։ Մենք պիտի կարողանանք երազել, մենք պիտի այդ երազը իրականություն դարձնենք, եւ եթե ինչ-որ հայ
երազում է ծովի մասին, նրան մենք պիտի ոչ միայն թույլ տանք, որ նա երազի այդ ծովի մասին, խրախուսենք, որ ինքը երազի, հասկանում ես, որովհետև այն որ մենք ծով ունեցել ենք, իսկ հիմա չունենք, ծովը մնացել է մեր երազներում եւ պիտի մնա մեր երազանքներում, իմ կարծիքով, եւ այստեղ ուղղակի ֆիքսենք, որ առանց երազանքի հասարակություն գոյություն չունի։ Միայն այսօրվանով ապրելով, միայն փորը կշտացնելով մենք չենք կարողանա ստեղծել ապագա։ Այսինքն այս մարդիկ, պարոն Դարբինյան, այդ են ուզում, այսինքն ինքս մտու երազի լավ ապրելու մասին, լավ սովորի, որ լավ ապրես, այսինքն մեծ հաշվով սա ինչ-որ տենց երշիկի մասին իդեոլոգիա է, գաղափարախոսություն է, որը վերջում տանում է լավ ուտելուն, բայց ինձ ոչ թե այդ ավելի շատ անհանգստացնում, այլ են, որ իրանք շատ են ձեն հավաքում այդ իդեոլոգիա, պարոն Դարբինյան։ Դե գիտես, հիմա ոչ ոք մեզ չի երաշխավորել, որ մենք պիտի ունենանք պայծառ ապագա։ Կամ մենք կկարողանանք ստեղծել այդ ապագան, կամ կծախողենք։ Հիմա, ասենք, եթե երշիկի երազանքով ապրողների տեսակար կշիռը այնքան է, որ նրանք կկազմեն մեծամասնություն, դա նշանակում է, որ դժվար այս հասարակությունը եւ հանրությունը ունենա պայծառ ապագա։ Սա միանշանակ է։ Խաղաղության թեզի մասին շատ կարծում եմ, որ սա ամենահաջող թեզն է, որը որ առաջ է տարվում իշխանության կողմից եւ Փաշինյանի կողմից եւ հաղթող թեզ է, որովհետեւ այս թեզին շատ դժվար է, ասենք, ինչքան էլ ուզում է մեր ընդդիմությունը հավաքվի, ընդամենը մինչեւ այսօր նրանք կարողացել են ծնել արժանապատիվ խաղաղություն, ուրեմն բառակապակցությունը, որը գետնի վրա ոչինչ չի նշանակում, այսինքն դի բացվածքը տաս ինչ է նշանակում արժանապատիվ խաղաղություն, այդ ինչ պիտի անես դու, որ արված չի կամ չի արվում, կամ ինչ պիտի ավելի լավ անես, դուրս արի ավելի լավ կբանակցենք, դա իհարկե դա լուրջ չէ առնվազն, բայց կուզեի հետևյալ երկու ցիտատները բերել, որ բոլորովին վերջերս երեք առաջի օրը կարդացի երկու վարչապետների կողմից։ Ավելի ճիշտ մեկը Սերբիայի պրեզիդենտն էր, վարչապետը չէր, Վուչիչը։ Վուչիչը ասաց հետևյալ ֆրազը, ասաց չկա մի երկիր, որը չպատրաստվի պատերազմի։ Չկա մի երկիր աշխարհում, որը չպատրաստվի պատերազմի։ Ինքը մեր մասին չգիտի, հա։ Պարոն Վուչիչը մեզ չի ճանաչում։ Ընդամենը ասած պետք է ճիշտ կողմնորոշվել ում հետ որտեղ եւ որ պահին ես մտնում պատերազմի, ում հետ ես ուրեմն ընկերակցում եւ ում դեմ ես պատերազմում, բայց որ յուրաքանչյուրը չկա այնպիսի երկիր, ասած ուղղակի ֆրազը հետեւյալն է, չկա այնպիսի երկիր, որը չպատրաստվի պատերազմի։ Սա մի ցիտատ եւ երկրորդը Հունգարիայի վարչապետն էր, որը նույնպես աչքից լույսը չէ, Միչելոց եւ Սերբիայի Վուչիչը եւ Հունգարիայի Օրբանը, նրանք ամենամտերիմ բարեկամներն են Ադրբեջանի եւ անձամբ ուրեմն Ալիևի։ Օրբանը ասաց մեր բախտը բերել է Հունգարիայի, որ մենք չենք սահմանակցում որևէ գերտերության հետ, որովհետև դա լրացուցիչ երաշխիքներ է տալիս անվտանգության, այսինքն մենք չենք դառնում կլանման առարկա կամ առաջնային թիրախ։ Եզակի բանն է, ինչի համար վրացիները մեզ նախանձում են, պարոն Դարբինյան։ Ես Թիֆլիսում այդ խոսակցություններին հանդիպել եմ, էլի, որտեղ ձեր ձենը տակ տեղից է գալի, դուք տենց ռուս հարևան չունեք։ Ահա, տես հիմա մեր ձենը տակ տեղից է գալիս, բայց այդքան էլ տակ տեղից չի գալիս, որովհետև մենք ունենք այնպիսի առավելություն, որը չունեն որևէ, ուրեմն քչերն ունեն, հա, որոնք չեն սահմանակցում գերտերությունների հետ։ Հիմա կարող են մեզ հակաճառել, ասել, բա Թուրքիան այո, փորձում է, ուրեմն սլանում է դեպի այդ ուղղություն, ուզում է դառնալ գերտերություն, բայց դեռևս այդպես չէ, մեկ, այդպես չէր 35 տարի առաջ, բնականաբար, ուրեմն քանի գնում է ժամանակը, նրանք շատ ավելի են մոտենում գերտերության չափանիշներին, բայց մենք էինք այս տարածքում միակ երկիրը, որը ատոմակայան ուներ եւ ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկար ուներ եւ նաեւ դպրոց էր ստեղծել, հա, մենք կորցնում ենք մեր մրցակցային առավելությունները տարածաշրջանում եւ պիտի ասեմ, որ քանի դեռ Թուրքիան չի դարձել այդ գերտերությունը, մենք պիտի այնպես հզորանանք, այնպիսի արգումենտներ կարողանանք մատուցենք մեր հարևաններին, այդ թվում Թուրքիային, տեխնոլոգիական զարգացումը, գիտության զարգացումը, կրթության զարգացումը, հասարակության հանրության ընդհանուր որակի բարձրացումը, հա, հանրության, որը որ պահանջատեր կդառնա իսկապես արդար պետության, իսկապես եւ արդարադատության եւ ժողովրդավարության, որտեվ կա մի թեզ, որը Փաշինյանը նույնպես առաջ է տանում, ասում է ժողովուրդն է տերը,
եւ ժողովուրդն է այդ ժողովրդավարության, դեմոկրատիայի, այսպես ասած, տերը, հիմքը, հիմնադիրը եւ պահանջատերը։ Ես սա ասում եմ մի կողմից, մյուս կողմից ասում է ժողովուրդը տերը չէ իր սահմանադրության, որովհետև սահմանադրությունը կեղծվել է եւ այլն։ Այսինքն եթե ժողովուրդը տերը չէ իր սահմանադրության, եթե ժողովուրդը կապ չունի այն իրավակարգի հետ, որը ձևավորված է երկրում, ապա ժողովուրդը չի կարող լինել ժողովրդավարության տերը, հասկանում ես։ Եթե ժողովուրդը այսինքն այդ թեզը Փաշինյանը հնչեցրեց վերջերս Եվրոպական խորհրդում խորհրդարանական վերաժողովում իր զեկույցի ժամանակ, ասաց ժողովուրդը ուրեմն իրավակարգի հետ առնչություն չունի, այսինքն կա մի իրավակարգ, որը ստեղծված է մեր երկրում, եւ ժողովուրդը դրա հետ առնչություն չունի։ Եթե առնչություն չունի, ապա ինչպես է նա, ասենք, դեմոկրատական համակարգի հիմք, այսինքն այստեղ հակասություն կա, որը որ դե ամենապարզ վերլուծաբանը, ամենապարզ ուրեմն կարդացողը, մի քիչ ավելի գրագետ որակյալ մարդը կհասկանա, որ այստեղ ինչ-որ մի բան այն չի, էլի, ուրեմն ժողովուրդը տերը չի այդ ժողովրդավարություն, այս հակասությունը շատ հստակ է ձևավորված։ Հաջորդ թեզը, որը կուզենայի այստեղ քննարկել, Փաշինյանն ասում է, մենք երբեք չենք եղել առավել պետություն, քան հիմա։ Ասում է դա Եվրոպական խորհրդի վերաժողովում, այն Եվրոպական խորհրդի, որը Հայաստանին ընդունել է որպես անդամ 2001 թվականին։ Համարել է մեծ պետություն, այո։ Ասենք ինչ պիտի մտածի ուրեմն շարքային եվրոպացին կամ այդ եվրո համայնքի ներկայացուցիչը այդ падգամավորը ընդհանրենք պիտի ասի, եթե սրանք չեն եղել առավել պետություն, բայց մենք ում ենք ընդունել մենք Եվրոպայի խորհրդի անդամ եւ դա նսեմացնում է մեր պատմությունը, հասկանում ես, իջեցնում է մեր որակը միջազգային հանրության մոտ։ Այո։ Կարծում եմ, որ այո, դա փաստորեն խոստովանություն էր այն մասին, որ մենք ունենք ձախողված պետություն։ Այսինքն 2025 թվականին մեր վարչապետը ֆիքսում է եւ դա միջազգային հանրության ուրեմն ամենաբարձր ամբիոններից մեկում հայտարարում է եւ ըստ էության խոստովանում է, որ մենք failed state ենք, ձախողված պետություն։ Հիմա, եթե անգամ սա ճիշտ է, իսկ սա մոտ է ճշմարտությանը, ասեմ, ցավոք սրտի։ Եթե անգամ սա ճիշտ է, սա միգուցե ներքին գործածման համար կարող է լինել արդարացված, բայց եթե սրա մասին մենք խոսում ենք արտաքին աշխարհի հետ, դա մենք նսեմացնում ենք մեր պատմությունը, մենք իջեցնում ենք մեր կշիռը, հասկանում ես, միջազգային հանրության մոտ։ Այսինքն եթե մենք այսօր ենք առավել պետություն, քան երբևէ, ուրեմն այսօրվանից է սկսվում մեր պատմությունը։ Ուրեմն եկեք մենք ուրեմն այն ինչ որ եղել է անգամ դրական, անգամ համագործակցականը նույն Եվրոմիության հետ, նույն միջազգային հանրության հետ, ուրեմն դա ուղղակի փակվում է այդ էջը։ Ես չեմ կարծում, որ դա ճիշտ գաղափար է, ճիշտ մոտեցում է։ Հաջորդ թեզը, երբ խոսվում է դատական համակարգի բարեփոխումների մասին, բարելավման մասին եւ այլն, Փաշինյանը ունի մի շատ վտանգավոր թեզ իմ կարծիքով, երբ ասում է, որ ինքը որպես վարչապետ եւ որպես քաղաքական լիդեր, որպես քաղաքական մեծամասնության առաջնորդ պատասխանատվություն է կրում դատական համակարգի եւ դատավորի կայացրած որոշման համար, որովհետեւ ժողովուրդը իրենից է հարցնում։ Շատ վտանգավոր թեզ է, որովհետև սա բացարձակ ավտորիտար, եթե ոչ տոտալիտար համակարգին բնորոշ թեզ է։ Բայց կարծես թե տենց էլ կա, չէ, պարոն Դարբինյան։ Մենք դատարանի մասին խոսեցիք, ներողություն եմ խնդրում, ձեր թույլտվությամբ ես մի բան ասեմ, Միքայել Սրբազանի վճիռը կարդացին։ Ես շատ կուզեմ, որ սրան էլ անդրադառնանք, իմ տեսանկյունից դա անընդունելի բան է եւ ես այս հարցում վարչապետի հետ համաձայն եմ, ես կարծում եմ, որ Միքայել Սրբազանի վճիռը անձամբ Նիկոլ Փաշինյանի գրած վճիռն է տերն։ Շատ լավ, կանդրադառնամ դրան, բայց նորից, ուրեմն ամենավտանգավոր թեզը հենց դա է, որ վարչապետը կրում է քաղաքական պատասխանատվություն դատավորի եւ դատարանի որոշման համար։ Ուրեմն, եթե դա այդպես է, ուրեմն մենք ապրում ենք տոտալիտար համակարգի ներսում։ Ուրեմն ոչ մի ժողովրդավարության մասին խոսելը ուղղակի չի կարելի, ուղղակի ամոթ է, հա, եթե անիմաստ է։ Հիմա, դա շատ վտանգավոր թեզ է, դա չի կարելի ասել, որովհետև դատական համակարգի ցանկացած որոշման համար մենք ունենք մոտ 300 դատավորներ, յուրաքանչյուր դատավորը
այդ մեկ միավորը, դա սահմանադրական միավոր է, յուրաքանչյուր դատավորը ամբողջական պատասխանատվություն է կրում եւ օրենքի առջեւ եւ բարոյական պատասխանատվություն եւ քաղաքական պատասխանատվություն եւ իրավական պատասխանատվություն, հասարակական հանրային պատասխանատվություն, ցանկացած տիպի պատասխանատվություն կրում է հենց ինքը դատավորը եւ ուրիշ ոչ ոք։ Այսինքն դրանով ինքը դատավորներին էլ արժե զրկում։ Իսկ այդ մարդիկ եկե հասել են ինչ-որ միտեղ, ինքը ասում է դե դուք ոչ մի բան, պատասխանատուն ես եմ։ Շատ վտանգավոր թեզը նորից եմ կրկնում, ասենք ցանկացած եվրոպացի, ցանկացած միջազգային իրավունքի մասնագետ, ցանկացած մեկը կասի սա ինչ անհետեթություն է։ Ոնց կարելի է խոսել դեմոկրատիայի մասին մի երկրում, որտեղ վարչապետը վերցնում է իր վրա քաղաքական պատասխանատվությունը դատական վճիռների վրա։ Համար բացարձակ սխալ թեզ է, սա չի կարելի կրկնել ուղղակի տանում է դեպի ձախողում, հասկանում ես։ Հիմա պատասխանատվության մասին այդ յուրաքանչյուր դատավորի, Գիտես Դավիթ, ես նայում եմ դատավորներին մեկ-մեկ չէ դատական նիստերն ենք տեսնում։ Պիտի ասեմ, որ առաջնային պատասխանատվությունը իշխանության եւ ընդհանրապես համակարգի կայանում է նրանում, թե ովքեր են հանդիսանում մեր դատավորները։ Ինչ ճանապարհ են անցել, ինչ մասնագիտական եւ մարդկային որակներ ունեն, ինչպես են դրսևորել իրենք այդ որակները իրենց նախորդ կյանքում, մինչեւ դատավոր դառնալը։ Արդյոք նրանք վաստակել են այն հեղինակությունը մարդկային եւ բարոյական, որ նրանց թույլ կտա արդար դատավճիռ իրականացնել եւ այդ բարոյական հեղինակությունը յուրաքանչյուր դատավորի հենց երաշխիք կլինի արդարության, հասկանում ես, սա է խնդիրը։ Դատավորը չպետք է իրեն դրսևորի արդեն դատավոր լինելու ժամանակ եւ հեղինակություն վաստակի։ Նա պիտի ունենա վաստակած հեղինակություն մինչեւ դատավոր դառնալը, որովհետեւ դա է միակ երաշխիքը, որ մենք կարողանանք ակնկալել այդ մարդուց իսկապես արդար վճիռ։ Եւ եթե մենք տեսնում ենք, եթե այս չափանիշով ես մոտենում դատավորների անձերին, տեսնում ես, որ շատ քչերն են, որոնք ունեցել են իրենց վաստակած հեղինակությունը որպես մասնագետներ, ոչ միայն, որպես նաև անձեր, որպես քաղաքացիներ, որպես բարոյական հեղինակություն ունեցող մարդիկ, շատ քչերն են այդպիսին եւ հիմնականում մենք տեսնում ենք կյանքի փորձ չունեցող եւ կամ հակառակ փորձ ունեցող դատավորներ, օրինակ մենք ունենք տեսես վերջերս Ռուսաստանում դատախազական համակարգում աճած գլխավոր դատախազ դարձած Կրասնովին առաջարկեցին Գերագույն դատարանի նախագահ։ Իմ կարծիքով դա ուղղակի ցույց է, որ չի լինում անկախ դատական համակարգ։ Մարդ, որը անցել է դատախազական ուղիով, չի կարող դառնալ դատավոր։ Ակնհայտ կողմնակալ է այս մարդը, էլի։ Հիմա ես նայեցի, տեսա այդ դատավոր այդ կնոջ ուրեմն կենսագրությունը, նա ոստիկանական համակարգից, ոստիկանական ակադեմիա, ոստիկանան դաստիարակել են, նրան սովորացրել են որպես ոստիկան, հասկանում ես։ Ես չեմ բացառում, որ ցանկացած ոստիկանի հայացքով որ նայես arczepiskopos Նաճապայանին, նրան որպես անձագործ կարող ես դիտել։ Ես չեմ բացառում դա։ Ոստիկանի հայացքով եթե նայում ես այդ մարդուն, նրա ասենք համբռնազբոս մեկ արտահայտություններ եւ այլն, հանգիստ կարելի է կալանավորել որպես ոստիկան։ Բայց երբ գալիս է հարցը արդեն դատավորին է հասնում, ես հիմա չեմ ուզում խոսել, ասենք, արդյոք մեղավորությունը հաստատված է եւ կարելի է հաստատել մեղավոր է թե մեղավոր չէ։ Ես խոսում եմ այն մասին, որ այն հոդվածը անգամ, որով նրան կալանավորեցին եւ 2 տարվա կալանք նշանակեցին, անգամ այդ հոդվածը ուրեմն պարունակում էր իր մեջ շատ ավելի մեղմ ուրեմն շատ ավելի մեղմ պատիժ, ինչեւ անգամ, չգիտեմ, դրամական տուգանք կար այնտեղ եւ այլն, բայց ընտրվեց ամենախիստ պատիժը, Եվ արդարությունը եւ արդարադատությունը չի կարելի համարել կատարված դատավճիռը հրապարակելու ժամանակ։ Արդարադատությունը եւ արդարությունը կարող է համարվել կատարված եւ երբ կա հանրային պատկերացում այդ արդարության մասին։ Իսկ մենք այսօր տվյալ դեպքում չունենք այդ հանրային համոզմունքը, որ արդար դատավճիռը իրականացվել arczepiskopos Աչապայանի նկատմամբ։ Նորից եմ կրկնում, ես չեմ անդրադառնում այստեղ նրա մեղավորության աստիճանին կամ մեղավոր է նա թե ոչ։ Ես անդրադառնում եմ դատավճիռին եւ արդարության հասարակական հանրային ընկալմանը։ Հանրային ընկալման մեջ արդար դատավճիռ չի կայացվել,
եւ կարծում եմ, որ դատական համակարգի համար շատ պատվախնդիր հարց է սա, համոզված եմ, որ դատավճիռը բողոքարկվելու է ուրեմն վերին ատյաններում ես կարծում եմ, որ սա դատական համակարգի արդեն առանձին վերցված դատական համակարգի համար պատվի խնդիր է այդ դատավճիռը պետք է փոխվի եւ պետք է մեղմացվի եթե անգամ պատիժը անխուսափելի է եւ եթե մեղքը եւ մեղավորությունը համար ենք հաստատված պատիժը եւ պատժի չափը պետք է փոխվի միանշանակ եւ ես կարծում եմ որ սա դատական համակարգի նորից եմ կրկնում ամբողջական վերցված պատվի հարց է գիտես երբ խոսացինք այս դատական համակարգի մասին ես ակամայից նույնպես վերջին շաբաթվա ընթացքում տեսա բարձրագույն դատական խորհրդի նիստը մեր լավագույն իմ կարծիքով դատավորներից մեկի Սուրեն Անտոնյանի գործով Անտոնյանը որին համակարգից վտարել էին որը բողոքարկել էր այդ վճիռը եվրոպական դատարանում ստացել էր համապատասխան որոշումը որ ԲԴԽ-ն եւ ԲԴԽ-ի նախագահը տվյալ պարագայում Անդրեասյանը ուրեմն սխալ են գործել Եվ գիտես ինձ համար շատ ցավալի էր դա, որովհետև ես ճանաչում եմ Անտոնյանին ամենահայրենանվեր, ամենահայրենասեր մարդկանցից է դատական համակարգում եղել եւ կա նա ստիպված է եղել Հայաստանի Հանրապետության դեմ բողոքարկել եվրոպական դատարանում մարդ որը էմոցիոնալ շատ տհաճ է մարդ որը Հայաստանի Հանրապետության բացարձակ ուրեմն եւ քաղաքացին է արժանապատիվ մարդ արժանապատիվ մասնագետ քաղաքացին ստիպված է եղել այսինքն նա չի հասել արդարության այն չափանիշին եւ ստիպված է եղել Հայաստանի Հանրապետության դեմ բողոք ներկայացնել Եվրոպային հասկանում ես եւ այդ բողոքը արդարացվել այսինքն բողոքը ուրեմն ընդունվել է եւ Անտոնյանը ճիշտ է դուրս եկել, հա, ինձ ցավալի է սա նշանակում է, որ մենք ներքին համակարգում իսկապես ունենք խայտարակ խնդիր, այսինքն մենք չունենք այդ դատավորների եսակի մարդ լինելու այդ 300 հոգուց յուրաքանչյուրը նորից եմ կրկնում, դրանք սահմանադրական միավորներ են, շատ ավելի կարևոր, քան յուրաքանչյուր ոք այս երկրում, վճիռ իրականացնելու իրենց խղճի եւ իրենց ապրած կյանքի բարձունքից, նորից եմ կրկնում Մարդ պիտի իր հեղինակության բարձունքից վճիռ կատարի այս կայացնի այդ հեղինակությունը պիտի ունենաս որ վճիռ կայացնես նայում ես դա չես հավատում ինչպես կարող ես ասենք նայում ես արդեն face control-ը չի անցնում այդ դատավորը արդեն չես կարող հավատալ եւ վստահել նրա վճռին ել չեմ ասում անցած ուղին չեմ ասում անցած կյանքը եւ այլ նայում ես ասենք բարքերը շարժ ու ձևը բան եւ այլ պատահական չէ որ ասենք ես 98 թվականին հյուրընկալվեցի Հաագայի միջազգային դատարանում։ Լսիր այդ յուրաքանչյուր մեկը մտան, ասենք 7 հոգի դատավորներ եկան իմ հետ հանդիպման, ես էլ 2-3 հոգով գնացել ենք հանդիպման։ Դրանց նիստ ու կացից, շարժ ու ձևից, թակած իրենց այդ բարիկներից հասկանում ես, միանգամից զգաստանում ես։ Այս դժվար կհիշեմ դատավորի ուրեմն բան կերպար որից միանգամից զգաստանաս ու ասես չէ ես մարդու ասած ուրեմն ինչ էլ ուզում որոշի ես նրան ենթարկվում եմ հասկանում ես չկա այդ մոտեցումը սա ոչ թե համակարգային խնդիր է այստեղ ինչպես ենք մենք այդ դատավորների նշանակում ես գիտես միշտ սկեպտիկ եմ եղել եւ այդքան էլ չեմ հավատացել այդ ատենակալների երթվյալ ատենակալների ինստիտուտին ես չեմ հավատացել որ դա Հայաստանում կարող է գործել բայց հիմա միգուցե ես գալիս եմ այդ համոզմունքին որտեղ այդ երբ որ տեսնում եմ դատավորների վիճակը եւ որակը հա երևի թե այդպեսի բայց նորից հասկանում ես դրանից հետո ես նայում եմ ասենք Սահմանադրական դատարանի դատավորներին, ուրեմն հատկապես այդ վերջին մեր ուրեմն այս համալրումը որ նայում եմ, ուրեմն կասկած եմ մտնում, արդյոք մենք կկարողանանք ատենակալներին իսկապես ըստ արժանվույն ընդունել այնպիսի մարդկանց ընտրել, որոնց ուղղակի անբիծ կենսագրությունը երաշխիք է, որ նրանք արդար են լինելու, հասկանում ես։ Միգուցե այստեղ երևի այդ ատենակալների ինստիտուտը ինչ որ չափով մեղմի վիճակը, որովհետև իսկապես անձնային տեսանկյունից շատ քիչ դատավորներ կան, որոնք որ համապատասխանում են այդ իմ ասած չափանիշին, ցավոք սրտի։ Եվ տվյալ դեպքում ուրեմն մենք տեսանք դրա ականատեսն ենք, բայց նորից եմ կրկնում ես հույս եմ տածում, որ ավելի վերին ատյանի դատարանները
կփոխեն այս վճիրը։ Եթե չփոխեցին, սա խարան է դատական նորից եմ կրկնում համակարգի նկատմամբ, նորից եմ կրկնում արդարությունը գոյություն ունի այնտեղ եւ այնքան, ինչքանով դա ընդունված է հանրության հասարակության կողմից։ Հիմա ես տեսնում եմ, որ դա ընդունված չէ հասարակության կողմից։ Դուք երևի հանդիպել եք համացանցում հաճախ հոլովակներ կան, որտեղ որ կա դատավոր Կապրիոն, ջաջ Կապրիո, այդ առանձին էջա Միացյալ Նահանգներում տարեց մարդա, որը վերջերս մահացավ անցած տարի, եթե ես չեմ սխալվում։ Լավ մարդ էր, ճիշտ է, հա։ Այսինքն լսում ես այդ մարդու խոսքը, եզրահանգումները, թե ինքը ոնց է շփվում մարդկանց հետ, ու դու հասկանում ես, որ այս մարդը իրականում արդար է դատում։ Խղճով է դատում, գիտելիքներով, այո, եւ նրա երաշխիքը նրա արդարության, նրա ապրած կյանքն է։ Այո, հասկանում ես։ Հիմա մենք տեսնում ենք, ասենք ջահել երեխեքն են, դատարաններ, ասենք շատերը ամուսնացածել չեն, ամուսնության բանն էլ չեն ստացել, բերկրանքը երեխա չունեն, մեկ էլ ամուսնալուծության հարց են քննում, մարդիկ ովքեր պատկերացում չունեն դրա մասին։ Ինչա տեղի ունեն։ Դե աբսուրդ է, չէ։ Աբսուրդ է, չէ։ Դե հիմա այդ աբսուրդից ինչպես դուրս գանք։ Միգուցե ատենակալների ինստիտուտի միջոցով։ Բայց էլի ով է ընտրելու այդ ատենակալներին։ Հիմա մենք ինչ ընտրելու ենք նորից քաղաքական կուսակցության ջատագովներին, նրանց ասենք եւ։ Հա, ի վերջո գալիս ենք նրան, որ երշիկ ուտող ընտրողները հետո էլ դառնալու են ատենակալ եւ ընկնում ենք այս փակ գծի մեջ։ Այսինքն շնորհանդուցելի հարց է։ Հաջորդ թեզը, որին կուզենայի անդրադառնալ, դա անազատության, գերության մեջ գտնվող մեր քաղաքացիների ճակատագիրն է, որը ըստ մեր իշխանությունների գտնվում է մշտական, ուրեմն, այսպես ասած, ուշադրության ներքո։ Ուզում եմ ասել, որ այդ կատեգորիայի մեջ, անազատության եւ գերության մեջ գտնվող մեր քաղաքացիների այդ կատեգորիայի մեջ չեն մտնում Արցախի ղեկավարները, չեն մտնում նրանք, ում նկատմամբ այսօր Բաքվում իրականացվում է ուղղակի խեղկատակային մի ինչ-որ գործընթաց, որը Բաքուն դատավարություն է։ Ուրեմն մենք ասում ենք անազատության եւ գերության մեջ գտնվողներ։ Ես նկատել եմ շատ պատգամավորներ նաեւ անդիմության շարքերից, երբ ասում են գերության մեջ գտնվողներ, նրանք նկատի ունեն նաեւ այդ ուրեմն ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Պետք է ասեմ, որ Ալիևը բացարձակ նման կերպ չի մտածում։ Դրա համար նրանք ոչ թե ռազմագերիներ են կամ անազատության մեջ գտնվողներ, նրանք հանցագործներ են ռազմական, տերորիստներ են, անջատողականներ են, որոնք Ադրբեջանի քաղաքացիներ լինելով հանդերձ, գնացել են Ադրբեջանի պետության դեմ եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն, եթե մենք խոսում ենք գերիների ազատության մասին, մենք պետք է հասկանանք, որ նրանց այս Բաքվի դատավարությանը մասնակից մեր տղաների մասին խոսք չի գնում։ Ես շատ ցավում եմ դրա համար, ողբերգական է այս իրավիճակը իմ կարծիքով։ Այդպես էլ մեզ ոչ ոք բացատրություն չտվեց, թե Թրամփը այդ 23 հոգու մասին, որ խոսում էր, որոնք են այդ 23 հոգին։ Ես գրեթե համոզված եմ, որ այդ 23 հոգու ցուցակի մեջ նույնպես չեն մտնում նրանք, ում նկատմամբ այսօր Բաքվում իրականացվում է դատավարությունը։ Մի խոսքով այստեղ խայտարակ վիճակ է եւ ես շատ եմ մտահոգված այդ Բաքվում իրականացվող process-ից, որովհետեւ այնտեղ ըստ էության դատվում է մեր անկախ պետականությունը, դատվում է մեր անկախության հռչակագիրը, այնտեղ դատվում է Հայաստան պետությունը, ոչ մեր այդ տղաները, որոնք այնտեղ են, ղեկավարները Ղարաբաղի տվյալ պարագայում, տվյալ դեպքում, բայց նրանք եղել են ընդհանուր կոնցեպտի մեջ, դատվում է Հայաստանը։ Չեմ կարծում, որ այնտեղ այդ պարագայում հնարավոր կլինի արդարության հասնել, համենայն դեպս, եթե մենք խոսում ենք անազատության մեջ գտնվողների գերիների հարցի արծարծման մասին, մենք անպայման պիտի թեկուզ եւ ազգանուն, անուն առանուն թվարկենք մեր տղաներին, մասին է խոսքը, այո, որոնք գտնվում են այդ Բաքվի բացարձակ անօրինական, բացարձակ հակահայկական ուրեմն process-ի տակ։ Հաջորդը Փաշինյանը Եվրոպական խորհրդում հայտարարեց, որ չի գտնում իրատեսական ղարաբաղցիների հետ վերադարձ։ Օբյեկտիվ է, իսկապես այդպես է, ես էլ չեմ գտնում իրատեսական այսօրվա իրավիճակում։ Բայց գիտես ինչն է խնդիրը, Դավիթ։
Ալիևը երբեք նման բան չի ասում իր ադրբեջանցիների մասին, որոնք ապրել են Հայաստանի տարածքում։ Նա երբեք չի ասում, որ իրատեսական չէ նրանց վերադարձը, հակառակը։ Բոլոր պետական եւ մասնավոր ալիքներով եւ հնարավորություններով նրանք խրախուսում են նախկին հայաստանցի ադրբեջանցիներին նրանց վերադարձի իրավունքը եւ այլն։ Երբեք Ալիևը նույն բանը չի ասում։ Հա, այսինքն մենք ասում ենք, որ մենք իրատեսական չենք համարում, Ալիևը չի կրկնում նույն բանը։ Ալիևն ասում է եղած գործ է։ Ալիևը համարում է իրատեսական։ Սա բացարձակ անհամաչափ մոտեցում է։ Եվ իհարկե մենք այստեղ գիտես մտքիս է գալիս Ռուսաստանի նախագահ Պուտինը, որը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի համար պայման է դնում, ասում է մենք պիտի սկզբնաղբյուրը ոչնչացնենք։ Նախահիմքը այս կոնֆլիկտի ո՞րն է նախահիմքը։ Հիմա ո՞րն է նախահիմքը Ղարաբաղյան շարժման։ Ուրեմն այս ամբողջ process-ի Ղարաբաղի անջատման Ադրբեջանից, հա, ո՞րն է նախահիմքը։ Նախահիմքը հակահայկական դրսևորումներն են, հակահայ պետությունն է, որ Ադրբեջանը դրսևորել է միշտ, հիմա լավ կյանքից չէ, որ ղարաբաղցիները շարժում գեներացրեցին։ Ու այն հեքիաթները, որ խորհրդային տարիներին ֆլան-ֆստան է, տոտալ սուտ է, իհարկե սուտ է, չէ՞, լավ կյանքից, այսինքն սկզբնաղբյուրը ո՞րն է, հակահայ պետությունը, որը այսօր Ադրբեջանը այսօր հակահայ պետություն է։ Եւ քանի դեռ այդ սկզբնաղբյուրը չի ոչնչացվել, հակահայկականությունը նրանց մտածելակերպի, արժեհամակարգի, նրանց դասագրքերից, եթե հակահայկականությունը դուրս չի եկել, մենք չենք կարող, շատ դժվար է խոսել, ամենայն դեպս ֆանտազիայի ժանրից է խոսել։ Հաշտության մասին, էլի։ Խաղաղության պիտի փորձել իհարկե, բայց տես մենք ասում ենք իրատեսական չէ մերոնց վերադարձը, իսկ նրանք իրանց երբեք չի ասում նման բան։ Ալիևը երբեք չի կրկնի այդ բառերը։ Սուրեն Փաշինյանը կարող էր այդ բառերը ասել միայն այն դեպքում, երբ Ալիևը նույնպես կկրկներ, որ այսօր այդ խնդիրը օրակարգում չկա, գոնե դա, բայց իրենք իրանց օրակարգում պահել են այդ խնդիրը։ Հիմա եթե մենք ասում ենք, որ ղարաբաղցիները պիտի տեղակայվեն մեզ մոտ, դառնան մեր օրինապաշտ քաղաքացիներ, ապրեն մեր կյանքով եւ այլն, օքեյ, հասկացանք։ Ինչ անենք արժեքները, ինչ անենք գերեզմանները, ինչ անենք եկեղեցիները, ինչ անենք պատմության հետ, ով պիտի դրա երաշխիքը տա, ով է դրա երաշխավորը, ոչ ոք, ըստ էության, ոչ ոք։ Ուր է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ուր է Եվրոպան, ուր է Եվրոպայի խորհրդարանը, ուր են դրանք։ Դե Գազայում այնց իրադարձություններ են տեղի ունենում, որ մարդ զարմանում է, ոնց կարա 21-րդ դարում տենց բան տեղի ունենա, էլի։ Ամեն դեպքում լավ բան չի գալիս մտքովս, պիտի փորձենք իհարկե այդ խաղաղության օրակարգը առաջ տանել, բայց հաշվի առնենք, որ ունենք հակառակորդ, որը խաղաղությունը այլ կերպ է պատկերացնում։ Նա պատկերացրած խաղաղությունը ամբողջական կլանելն է եւ ենթակայացնելը Հայաստանը, որին ես համոզված եմ, որ հայերը երբեք չեն համաձայնվի, ինչպես ղարաբաղցիները չհամաձայնվեցին ապրել այնտեղ եւ չհամաձայնվեցին ապրել ուղղակի ադրբեջանական լծի տակ, նրանք երբեք չեն ապրել եւ չհամաձայնվեցին ապրել հիմա։ Դե չեն ապրել, լծի տակ չեն եղել, առանձին են եղել, այնուամենայնիվ իրենք իրենց ինքնությունը կարողացել են պահպանել։ Հաջորդ թեզը, որը հնչեց, հետևյալն էր, որ լրատվամիջոցների մեծ մասը ուրեմն մերժվածների ձեռքում է։ Փաշինյանը այդպես է համարում, մերժվածները ուրեմն նախկին իշխանություններն են։ Գիտես, ճիշտ թեզ չէ, որովհետև այսօր ինտերնետային դար է, YouTube-յան դար է եւ ցանկացած մեկը կարող է դառնալ լրատվամիջոց ուղղակի տանը նստած 94 թիվը չի էլի վերջը ամեն դեպքում սա նույնպես հարցականի տակ դրվեց, ես կարդացել եմ որոշակի արձագանքներ այդ ելույթից, հարցականի տակ դրվեց առաջինը, որ ամենամեծ կլանումը, ընդգրկումը, այսպես ասած, լսարանը ունի հանրային հեռուստատեսությունը, որ ամբողջապես ծառայում է գործող իշխանություններին, դա ոչ թե այսօրվա հիվանդություն է, դա մշտապես է եղել այդպես, 35 տարվա ընթացքում հանրային հեռուստատեսությունը ծառայել է միայն իշխանություններին, թե Տեր-Պետրոսյանին, թե Քոչարյանին, թե Սերժ Սարգսյանին, հիմա թե Նիկոլ Փաշինյանին։ Եվ ուրեմն այդ ընդգրկումը արդեն բավարար է, որ այդ թեզը ուղղակի ջախջախվի, այսինքն այդպես չի, որ լրատվամիջոցների մեծ մասը գտնվում է օպոզիցիայի ձեռքում։ Այդ ի՞նչն է գտնվում Նիկոլ Փաշինյանի Facebook-յան օգտահաշիվը 1 միլիոն հետևորդ ունի։
Դե հիմա ասենք համեմատիր ասենք այդ օպոզիցիայի, գիտես չի ասենք ով է նայում այդ օպոզիցիայի կանալները ասենք ես չեմ կարծում որ չի կարող լինի մեծամասնությունը ամենայն դեպս, այսինքն հատկապես միջազգային ասպարեզում պետք է գեներացնել եւ արտահայտել այնպիսի թեզեր, որոնք որ անբեկանելի են, հասկանում ես, որոնք միանշանակ են եւ ընկալվում են, ընդունվում են որպես այդպիսի։ Հիմա այս թեզը նույնպես կարծիքով չի դիմանում որևէ քննադատության։ Եվ մենք Դավիթ ջան չենք անդրադարձել Փարաքարի դեպքերին։ Այո։ Երկու բառով ես ասեմ, բացի նրանից որ իհարկե ցավ եմ ապրում այդ ամեն ինչի համար, որ տեղի ունեցավ եւ բնականաբար վշտակցություն եմ բերում այն զոհերին, որոնք տեղի ունեցան, բայց որն է սկզբնաղբյուրը այն է, որ չի կարող համայնքը ղեկավարել կուսակցական ներկայացուցիչը, չի կարող համայնքում լինել կուսակցությունների պայքար, համայնքում ղեկավար պիտի ընտրվի նա, ով կարող է ղեկավար աշխատել, ով կարող է ընկալվում է, ընդունվում է ժողովրդի կողմից։ Սա նորից մեր սահմանադրական խնդիրն է, սկզբնաղբյուրը կայանում է նրանում, որ քաղաքային եւ համայնքային տնտեսությունները քաղաքական կուսակցությունների կառավարման առարկա պիտի չդառնան։ Ընդհանուր առմամբ տիմօրենքը շատ վատն է, օրինակ մեր գործընկեր Վիկտոր Մնացականյանը, ով մեր մոտ հաղորդում էր վարում, հետաքրքիր բան ասեց, ես չէի ֆիքսել օրինակ։ Ասում եմ պատկերացնում ես, ասում Երևանի բանում ավականիում մեծ հնարավորություն կա, որ ասենք, չգիտեմ, Չարբախցի ոչ մի մարդ չլինի։ Այսինքն կուսակցական ցուցակ է, այսինքն կարան մնան համայնքներ, որ այդտեղ ապրող ոչ մի մարդ չլինի ավականիում, ոնց կարա տենց լինի, էլի։ Քաղաքական կուսակցությունները առավել եւս չկայացած քաղաքական համակարգի պարագայում որևէ առնչություն չպիտի ունենան համայնքների եւ քաղաքների կառավարման հետ։ Եվ մենք ունենք այն իրավիճակը, որ մենք ունենք, հասկանում ես, հիմա այնտեղ ասենք Փարաքար, ինչ կուսակցություններ, ինչ հարցեր են քննարկում, որ կուսակցությունների կարիքը ունի, բանակներ են ստեղծվել, դրանք ինչ գաղափարախոսական պայքար ունեն, ոչ մի պայքար չկա տեղ, ոչ մի գաղափարախոսություն չկա, ոչ մի մոտեցման տարբերություն չկա, կամ դու քաղաքի տղա ես, համայնքի տղա ես, քեզ հարգում են, քեզ ընտրում են եւ դու դառնում ես ղեկավար, ոչ մի կապ չունի դու ինչ կուսակցություն ես ներկայացնում։ Սա պիտի հիմնովին փոխվի, հիմա դա սահմանադրական խնդիր է, միայն տիմօրենքը չէ, էլի տիմօրենքը բխում է սահմանադրությունից։ Սա այն սահմանադրությունն է, որը գիտես քաղաքական կուսակցությունների համար իհարկե շատ ավելի հեշտ է։ Իրենց թայֆայից, ամեն մեկը իր թայֆայից մարդ է ներկայացնում եւ նման կերպ կառավարում է համակարգը։ Ես կարծում եմ, որ այստեղ Քոչարյանի մոտեցումը շատ ավելի ճիշտ էր։ Նա քաղաքական կուսակցություն չէր ներկայացնում, քաղաքական թիմ չուներ, նայում էր, տեսնում էր այս գյուղում ով է, այս լավ տղեն, այդ լավ տղին ասպր թող ընտրվի կլինի մերը, ինչ տարբերություն է ասկն, հա։ Շատ ավելի ճիշտ մոտեցում։ Սաղ էլ մեր կուսակցությունից է, այո։ Այսքանը։ Շնորհակալություն։ Սիրելի ռադիոլսողներ, մի փոքր ավելի երկար էր այսօր Դարփինյանի ժամը, բայց կարևոր հարցեր կար, մի թողարկում էլ բաց էինք թողել ոնց որ անցած ամիս, նենց որ ուրախ եմ, որ մեզ հետ մնացիք։ Շարունակեք լսել գործը արալիքը, մենք նորից կհանդիպենք, այսօր այսքանը։